Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Շնորհակալ եմ լույսին կալվելու համար։ Խոսենք Փարաքարի համայնքապետի սպանության գործի մասին։ Երեք քննչական կոմիտեի նախագահը խոսում էր եւ ասում էր, որ հանցագործները գտնված են եւ գործը ամբողջովին բացահայտված է։ Արդյոք կարող ենք ասել, որ գործը բացահայտված է, որովհետեւ շատ հանգամանքներ հնարավոր է ի հայտ գան հետո եւ բացի այդ դատավարություն դեռ տեղի չի ունեցել։ Դուք ինչ մեկնաբանություն եք առասարակ դեպքի հետ կապված, որովհետեւ իշխանությունը շտապում է ասել, որ այն քաղաքական չի եղել։ Շնորհակալություն հրավերի համար։ Ի վերջո իմ կարծիքով ցանկացած պաշտոնատար անձի սպանություն առաջին հերթին քաղաքական պատասխանատվության խնդիր է, անկախ դրա շարժառիթից եւ դրա դրդապատճառներից։ Ի վերջո այս հանցագործությանը նախորդող ժամանակահատվածում նույն համանքում տեղի ունեցած իրադարձությունները, ընտրական գործընթացներում հանրային տրամադրությունները, մրցակից քաղաքական ուժերի միջև լարվածությունը չի կարող որևէ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չունենալ այս ամբողջ իրողությունների վրա, առավել ևս, երբ որ ըստ էության հենց նույն քննչական կոմիտեի նախագահի կողմից 3 հրապարակված տեղեկությունների ֆոնի, որ ըստ էության սա փետրվար ամսին տեղի ունեցած իրադարձությունների շարունակությունն է, իսկ փետրվար ամսին ինչ է տեղի ունեցել, այո, ֆորմալ առումով որևէ առնչություն չունի կամ այլ կերպ է ընկալվում եւ մեկնաբանվում, որ ընտրական process-երի հետ որևէ առնչություն չունի, ինչ որ տղայական մակարդակի խոսակցությունների արդյունքում վերջ է առաջացել, բայց մենք հասկանալի է, որ այս ամեն ինչը եւ այս իրականացված կրակոցները, որոնց արդյունքում սպանվեցին համայնքապետը եւ մեկ այլ անձ, մեկը մյուսի պատճառահետևանքային կապի մեջ է եւ մեկը մյուսի լրացնող ինչ-որ գործողությունների շղթա էր։ Ես չեմ կարող ասել, թե քննչական կոմիտեի նախագահը ինչ նկատի ունի արձանագրելով, որ հանցագործությունը ամբողջովին բացահայտված է, գուցե իրենց մոտ իսկապես իրականացվել է բոլոր վարկածների վերաբերյալ այս կարճ ժամանակահատվածում այդպիսի գերարագ նախաքննություն եւ իրենք հանգել են հետեւությունների, որ այլ ուրեմն իրողություններ չեն կարող այլևս հայտնաբերվել ի վերջո այսքաններ, կտեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան, բայց որ տեղի ունեցածը Բայց ինչ է շտապում ասել, որ հանցագործությունը հայտնաբերված է, քաղաքական չէ եւ այլն, այսինքն այս ամեն ինչը նաեւ քաղաքական գործընթացներում են ուզում այդպես ազդեցություն ունենալ։ Չեմ կարող ասել ինչ նկատի ունենալ, գիտեք ինչ, նույնիսկ եթե իրենք ուզենան կամ չուզենան քաղաքական ուրեմն գործընթացների վրա ազդեցություն ունենալ չունենալ, սա չի կարող իր ազդեցությունը չունենալ։ Քան որ համայնքապետը սպանվել։ Հա, որովհետեւ սրան հետևելու է հիմա այդ նույն համայնքում նոր համայնքապետի ընտրության գործընթաց, այսինքն այդ համայնքում process-ները դեռևս ավարտված չեն, այսինքն հետեւաբար սա ունենալու է քաղաքական ազդեցություն, սա ուզեն թե չուզենք, սա ունենալու է քաղաքական հետևանքներ, որտեղ այս սպանությունը իր հերթին բերելու է նոր ընտրական գործընթաց, իսկ ընտրական գործընթացը դա քաղաքական գործընթաց է, այսինքն այս սպանությունը իր հերթին շղթայական ռեակցիայով բերելու է քաղաքական հետևանքների։ Հիմա Աստված մի արածե նոր ողբերգություններ լինեն, բայց որ բերելու է քաղաքական հետևանքների եւ ունենալու է քաղաքական հետևանքներ։ Մեն այն հանգամանքը, որ նոր համայնքի ղեկավարը ձե ընտրվելու, հնարավոր է լրիվ ուրիշ քաղաքական հաշվեկշռի եւ մեծ պայքարով այո, հետեւաբար ստամից մենք կարող ենք հանգել հետևության, որ այս սպանությամբ քաղաքական խնդիր է ինչ-որ առումով լուծվել, լիկվիդացվել է գործող համայնքապետը, որի պատճառով ընտրվելու են նոր համայնքի ղեկավար, այսինքն նոր որևէ այլ կամայական եմ ասում, այլ քաղաքական ուժ այդ համայնքում գալու է իշխանության։ Այսինքն ըստ էության պայքարը շարունակվելու է եւ սա կարող է ֆոն ստեղծել ակտիվանալու այս գործընթացները, այսինքն շարունակություն կարող է հաշվի առնելով, որ Արմավիրի մարզում տեսանելի ապագայում նաեւ վաղավ շաբաթ համայնքում է իրականացվելու համայնքի ղեկավարի եւ ավականու ընտրություններ, այս ցիկլը լարվածության ես չեմ բացառում, որ այդ տարածքում էլ իհարկե աստվածաշնորհի ողբերգական հետևանքներով, բայց ակնհայտ է, որ հասարակության այդ հատվածում ինչ-որ լարվածություն կա։ Իսկ հնարավոր է կանխել այդ ամեն ինչը, որովհետեւ երեք քննչական կոմիտեի նախագահն ասում էր հնարավոր չէ ամբողջապես ենթադրել ինչ կարող է լինել եւ կանխել։
Տեսեք, միայն ինչ գործառույթներ կան։ Ձեր հարցերով ստիպում եք ես ավելի կոշտ ինչ-որ պատասխաններ տամ։ Տեսեք, միայն այն հանգամանքը, որ 1-2 օրվա ընթացքում մարզի ամբողջ իրավապահ համակարգի ղեկավարները գլխատվել են, այդ նշանակում է, որ իշխանությունը ինքը խոստովանում է, որ այդ մարզում իրենց կատարած աշխատանքը 0 է եղել։ Որտեղ եթե լավ աշխատած լինեին կամ իրենց պատկերացրած, ես չգիտեմ, լավ է, գուցե եւ շատ լավ են աշխատել, չեմ կարող ասել, բայց իրենց գնահատման վտանգը կար, որ կարող է հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք ազատել են մարզի դատախազին, մարզի քննչական վարչության պետին, մարզի այդ քրեական ոստիկանության պետին, նաեւ Վաղաշապատի բաժնի պետին, իշխանությունն ընդունում է, որ այդ պաշտոնատար անձանց աշխատանքը իրենց չի բավարարել։ Կամ իրենք դժգոհ են այդ պաշտոնատար անձանց աշխատանքից։ Ես չեմ կարող կրկնում եմ ասել, թե այդ մարդիկ ոնց են աշխատել, հասկանում եք։ Հետևաբար, եթե իրենք ընդունում են, որ իրենք ճիշտ չեն աշխատել կամ անգործությամբ են մատնված եղել եւ իրենց գործունեության արդյունքում է նման բարձի թողի եւ կներեք արտահայտությունից համար բարդակ վիճակ ստեղծվել, երբ որ ասենք կարող են զենքով հարց լուծող նման մտածողություն ունեցող մարդիկ գործադրեն զենքը եւ փաստորեն նման ողբերգական իրավիճակներ ստեղծեն, այսինքն այստեղ մենք ինչի հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք այս իրավիճակի հետ, որ ընդ որում պետք է արձանագրեմ ես խորը համոզված ունեմ, որ մեր հանրային կյանքի մյուս ոլորտերում էլ է նման իրավիճակ։ Այսինքն մենք գործ ունենք պատասխանատվության ինստիտուտի իսպառ բացակայության հետ։ Ավելի ես արդեն արձագանքել եմ այս թեմային, ասեմ ձեզ, ընդհանրապես վենդետան եւ ինքնադատաստանը որ դեպքերում է իրականացվում, այն դեպքերում է իրականացվում, երբ պետություն չկա, իշխանություն չկա, հասարակության կողմից էլ պետական իշխանության գործունեության նկատմամբ վստահությունը հավատ չկա, դատաիրավական համակարգի նկատմամբ վստահությունը հավատ չկա, այսինքն անձը չի հավատում, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում օրենքով իրավական փիլիսոփայության համատեքստում որևէ խնդիր լուծել եւ ինքը դիմում է սեփական պատկերացումներով այս կամ այն հարցը լուծելու։ Ես չեմ արտարացնում, անկեղծ եմ ասում։ Ընդհանրապես ես դեմ եմ զենքով, տերորով արյան որևէ քաղաքական խնդիր լուծելու, նույնիսկ կենցաղային հարթության վրա եմ դեմ որևէ խնդիր լուծելու։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ի վերջո դառնա իրավական պետություն եւ ամեն ոք պետք է պատասխան տա իր արածի համար, բայց սա նաեւ քաղաքական պատասխանատվության խնդիր, սա նաև քաղաքական գործունեության ձախողման ցցուն դրսևորում է։ Մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանություն է տեղի ունենում։ Ի վերջո սա ինչի հետևանք է։ Սա հետևանք է վարվող քաղաքականության արդյունքում հանրության մեջ ձևորված մթնոլորտի չարությունը։ Չարություն կա մեր հասարակության մեջ, ժողովուրդ։ Ուզեք թե չուզեք, ում ուզում եք մեղադրեք, ում ուզում եք մի մեղադրեք, ում ուզում եք արդարացրեք։ Այո, սա հետ կապված, ինչ ասել շունչը գծին։ Սա նաև լուրջ գիտելիքի հետ կապված խնդիր է, կրթական ճգնաժամով պայմանավորված, հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտում մեզանից յուրաքանչյուրի պատկերացումներով է պայմանավորված։ Եվ դուք նայեք այս տարվա սպանությունների դինամիկան, տեսեք, հնարավոր է որ ֆորմալ առումով ինչ-որ թվերի շարժ լինի, բայց նաև դրական առումով, բայց նայեք դրանց շարժառիթները, դրանց դրդապատճառները կենցաղային տղայական հարթության վրա, այսինքն ինքնահաստատվելու մեկը դիմացինի հաշվին, ինչ որ սա այս ամեն ինչը կրթական ճգնաժամի հետևանքը դաստիարակության, համակեցության ընդհանուր կանոններում առկա ճգնաժամի մասին է։ Իսկ եթե ամբողջ պետության իշխանության դիտանկյունից նայենք, սա կառավարման ճգնաժամ է։ Պետական ինստիտուտները չեն կարողանում, ի վիճակի չեն իրենց ներուժը բավարար չէ Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու համար։ Գիտե պատճառը որն է, երբ որ այս հարցերը տալիս ենք իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես պատգամավորներին, ասում են, որ 30 տարվա մեջ օրը մեջ ասում է սպանություններ է եղել, հիմա ինչ եք եկել, ուզում ամեն մեղք մեր վրա բարթեք։ Եվ բացի այդ այն հանգամանքը, որ Փաշինյանը ինչ մեղք ունի, հասկանալի է, որ Փաշինյանը չի ասել, որ սպանեն, բայց այստեղ Փաշինյանի մեղավորությունը կա թե ոչ։ Եկեք ես ուղղակի այսպես ասեմ, էլի եկեք մի անգամից այս մարդուն եւ իր ղեկավարած քաղաքական թիմին համարենք անխոցելի, անսխալական, մի խոսքով Աստծո կողմից ուղարկված առաքյալներ ու պատվիրակներ մեր պետության, մեր ժողովրդի ու վերջ տակ ասենք մի խոսքով դուք ոչ մի սխալ չունեք, դուք անթերի եք, դուք միշտ ճիշտ եք, ուրեմն ես ես վերջերս էլ կես դուրս կես կատակ ասեցի, վերև Աստված ներքև Նիկոլ, կա Նիկոլը, կա Հայաստանը, չկա Նիկոլը, չկա Հայաստանը։ Իսկ Աստծո եկեք այս անլրջության վերջը տանք, հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում այն ինչ կատարվում է, օրվա պատասխանատուն դա իշխանությունն է։
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունում իրականացող լավի համար էլ վատի համար էլ։ Եթե լավին տերեք, այդ ձեր PR-ներով կարողանում եք նման ֆոն ստեղծել, որ Հայաստանը զարգանում է, բարգավաճում է, աստղաբաշխական թվերով ուրեմն կիլոմետրերով ասֆալտ եք փռում, շատ լավ բարի եղեք, բացասականին էլ պատասխանատվություն վերցեք, տեր եղեք, բացասականին էլ, այդ բացասականի տերն էլ եք դուք։ Այսինքն ուզեք թե չուզեք, ի վերջո, մենք պետք է հասկանանք մի բան, եթե այսքան լավ է ըստ ՔՊ-ի եւ այս իշխանության ինչու են հասարակության ներսում նման խնդիրներ առաջանում, այս հեռացող օջախները որտեղից, այս պղպջակները որտեղից, մի օր այս պայթյունը լինելու, ես ես հավաստիացնում եմ միշտ էլ փոթորկից առաջ անդոր է եղել, հիմա թվացial խաղաղության մեջ ենք, հիմա թվացial այդ քարոշչության ազդեցության տակ ենք, թվացial որ թե ամեն ինչ ավարտվել է, պատերազմն ավարտվել է, այս մարդկանց ռացիոնալ հարթության վրա փորձում ես ինչ-որ զգուշություններ, զգուշավոր գործելու մասին խոսել, մարդուց մոտ դուք բանդակուշակությամբ եք զբաղված, դուք ուզում եք, այդ լավ թեմա է, փորձում ես ինչ-որ հակադրվել կամ այլ տեսակետ արտահայտել Ադրբեջանի վարած քաղաքականության ֆոնին, մեղադրվում ես, ասում դու պատերազմ եք ուզում, ասեք դուք գժվել եք, խի մենք 1990-ականների սկզբին հայ ժողովուրդը պատերազմ էր ուզում, հայ ժողովուրդը երբեք պատերազմ չի ուզել, հայ ժողովրդին պարտադրվել է պատերազմ, այդ հարկադրված պատերազմում հայ ժողովուրդը հաղթել է, քարորյա պատերազմին հայ ժողովուրդը պատերազմ էր ուզում ապրիլյան 2016 թվականին կամ 2026 թվականի 44-օրյա պատերազմին հայ ժողովուրդը պատերազմ էր ուզում, որ դուք այդպես դարձել եք ամեն մեկը մի Տիգրան մեծ։ Ախր չի կարելի սենց հակադրել ու փորձել իբրև թե խաղաղության օրակարգին այլընտրանք գոյություն չունի։ Խաղաղության այլընտրանքին իհարկե օրակարգին իհարկե այլընտրանք գոյություն չունի, բայց պետք է լինի այդ խաղաղությունը։ Բա որ խաղաղությունը ինչ էի գնացել ՄԱԿ-ի ամբիոնից խոսում։ Այդ ինչ խորհուրդներ էիք տալիս, հորդորներ էիք ուղղում Ադրբեջանի նախագահին։ Այդ Ալիևը ինչի չի խոսում խաղաղությունից։ Մենակ դուք եք հասկանում խաղաղությունից։ Այդ մենակ խաղաղությունը ձեզ է ձեռ տալիս։ Ինչ հորդորներ էր տալիս, կարծում եք, որ ասում է Զանգեզուրի միջանցք մի ասեք։ Ես չգիտեմ, Ալիևին ասում է Զանգեզուրի միջանցք մի ասեք։ Պատգամավորներին հարցրեք, թե Ալիևը օգոստոսի 8-ից հետո ինչ է շարունակում Զանգեզուրի միջանցք տերմինը օգտագործել։ Ընդ որում իրենք վերջի օրերին տեսեք ինչ են ասում Զանգեզուրի միջանցքը տերմինի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում ընկալվում դիտարկվում է որպես տարածքային պահանջ Հայաստանի։ Այս շատ ճիշտ են ասում, որովհետև այո, Ալիևի իրական նպատակը հենց դա է տարածքային հավաքրությունները, Հայաստանի լիկվիդացումը, Հայաստանի տարածաշրջանում քաղաքական գործոնի ոչնչացումը, եթե դուք չեք հասկացել այս բանը։ Դե ասում է Զանգեզուրի միջանցքով պետք է ասի Թրամփի ուղին, այսինքն համարում է, որ դա իր տարածքն է, որտեղով ասելու է։ Մի հատ առարկայորեն բնական ձևով մի հատ հասկանանք էլի, մի հատ գնանք Սյունիք, մի հատ Մեղրի, թողնես բացատրեն։ Զանգեզուրի միջանցքը որն է, Թրամփի ուղին որն է։ Այդ Թրամփի ուղին կոնկրետ որ տարածքներով է անցնելու, քանի կիլոմետր է իր մեջ պարունակում, այդ ոնց եղավ, որ դա ներառված է Զանգեզուրի միջանցքի մեջ։ Ի վերջո, գիտեք ինչ, Ալիևի եւ Փաշինյանի ՄԱԿ-ում ունեցած ելույթների բովանդակությունների համադրությունը ինձ բերում է մի բանի մասին։ Այս մարդիկ ընկել են մի արձանագրություն օգոստոսի 8-ին, որը տարբեր կերպ են արտասանում, տարբեր կերպ են ընկալում։ Իրենց պատկերացած խաղաղությունները լրիվ այլ է, իրենց պատկերացած հարաբերությունների կարգավորումը լրիվ այլ է եւ նույն այդ Թրամփի ուղին բոլորովին այլ է։ Ես նույնիսկ իսկ միջնորդները կամ ԱՄՆ-ն, Եվրոպան ինչպես են ընկալում։ Օրինակ այսօր Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ պատգամավորներին ասում էր, որ մյուս անգամ Զանգեզուրի միջանցք չասեք, դա շատ զգայուն է եւ լարվածություն է առաջացնում Հայաստանի ժողովրդի մոտ։ Եվ կարդացեք, ասում է մեկ այդ էջանոց ասում է թուղթ այնտեղ Զանգեզուրի միջանցք գրված է, որ ասում եք Զանգեզուրի միջանցք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էր Զանգեզուրի միջանցք տերմինը չկար։ Նիկոլ Փաշինյանը կարող է մեր ժողովրդին ասել, թե այս 5 տարիների ընթացքում ինչ միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի նախագահին այդ տերմինը օգտագործելու ձեռց պահելու համար, Ադրբեջանի զսպելու համար, ինչ գործողություններ իրականացնում։ Բա տեսնում եք, այդ մարդը չի ազդվում ձեր հորդորներին ու կարծիքներին էլ տեղի չի տալիս։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ Զանգեզուրի միջանցք տերմինի չի եղել, բայց այդ տերմինի շրջանառության մեջ դնելը Ալիևի կողմից իրականացվել է հենց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Հետևաբար նման մանիպուլյացիաներով հորդորում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որ մենք այլ փաստաթուղթ ենք ստորագրել, որ նման տերմին գոյություն չկա։ Ժողովուրդ ջան, հանեք այդ
պոպուլիստական քայլերը, էությունը մնացել է նույնն է, էությունը, ուզում եք Թրամփի ուղի անվանումը դրեք, ուզում եք, չգիտեմ, Մամայի արև դրեք այդ ճանապարհի անվանումը, այդ ճանապարհով ադրբեջանցիները գնալու են Նախիջևան եւ գնալու են Թուրքիա, հետ են գալու։ Ուզում եմ մենք հասկանանք մեր շահը այստեղ ո՞րն է լինելու, Հայաստանը ինչ է ստացել այդ ամեն ինչից, խաղաղություն, խաղաղության մասին ուզում եմ այս 3 ամիսը դա եմ խոսում։ Հերմիրի ջան, 1 տարի 4 ամիս խաղաղ են, չէ՞, իբրև թե մեր սահմաններում որևէ կրակոց չկա, իբրև թե չէ, իսկապես էլ չկա։ Իսկապես խաղաղ ժամանակահատված է, ճիշտ է։ Սրանից լավ ժամանակահատված, որ իրականացվեր դելիմիտացիան ու դեմարկացիան։ Տարի 3 ամիս 1 քառակուսի մետր կամ 1 մետր Սաման չի սամանազատվելու, սամանագծվել։ Ում եք սպասում, ժողովուրդ ջան։ Նիկոլ ջան, Ալիև ջան, կամ ինչպես ասած, ինչպես դες մեկ մյուսին իրար դիմում եք։ Ի՞նչն է խանգարում, որ դուք չեք իրականացնում դելիմիտացիա։ Հանդիպում են, քննարկում են, որոշում են եւ հետո ոչինչ չենք տեսնում, որ կատարվի։ Ակնհայտ է, չէ, որ լրիվ ուրիշ խնդիր է լուծվել։ Ակնհայտ է, չէ, որ ուրիշ իրավիճակ է, ում են սպասում, որովհետև տարածաշրջանում չկա միջազգային կոնսենսուս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների իրական կարգավորման։ Հայաստանը միայն զիջում է, անցած տարի Տաուշի մարզում մեծ աղմուկով 2.5 գյուղ նվիրվեց Ադրբեջանին, չստանալով ոչինչ, ու հիմա այդ գործընթացը տորպեդահարվել է, դադարել է։ Մորատորիում է հայտարարված այդ գործընթացի վրա։ Գիտեք ինչ, Մհեր Գրիգորյանն ու իրենց փոխվարչապետը կարող է 10 անգամ էլ հանդիպել։ Ես կոնկրետ արդյունքն եմ ակնկալում, ասում եմ տարի 3 ամիս, ասում եմ խաղաղություն է, սրանից էլ լավ ժամանակահատված։ Ինչու չեն հանդիպում, ինչու չի պայմանավորվածությունների կյանքի կոչում, կարծում եք։ Ես վստահ եմ, որովհետև եթե իրականացվի իրական դելիմիտացիա եւ դեմարկացիա, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի, ճիշտ է։ Ոչ միայն գրաված 240 կիլոմետր տարածքից, ընդ որում ես դրա հետ էլ համաձայն չեմ։ Ինչի պետք է Ադրբեջանը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում հանի այդ իր զորքերը Հայաստանի տարածքից։ Եթե խաղաղություն է, այո, թող հետ քաշի։ Այո, հետո այս առումով էլ են խափում մեր ժողովրդին։ Այս առումով էլ է մանիպուլյացիա իրականացվում, բայց ակնհայտ է, որ այս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ինչ-որ փոխադարձ զիջումներ պետք է անի, այսինքն պետք է դուրս բերի իր զորքերը կամ դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, որովհետև Տաուշի մարզում ունենք, իհարկե չի պատրաստվում, իհարկե իրենք դուրս չեն գալու եւ ընդհանրապես խաղաղության գաղափարը վաճառվում է մեր ժողովրդի վրա։ Ես չգիտեմ, ես 6 ամիս էլ ոնց խոսեմ մեր ժողովրդի հետ, ինչպես ներկայացնեմ։ Այն հիմա ինչ արվում է, այս ամեն ինչը արվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին վերընտրվի։ Լավ, միտը պարզ չի։ Այ 26 թվականից հետո կտեսնեք ինչ պահանջներ ա ներկա, ինչպես է կերպարանափոխվելու Ալիևը, ինչպես է նորից առաջ գալու 300,000 ադրբեջանցու Հայաստան վերադառնալու գաղափարը, միֆը։ Ես դրա համար եմ ասում, ընդ որում հələ Թուրքիայի հետ հարաբերություններին չանդրադառնամ։ Ժողովուրդ ջան, Քլչ Ռուբինյան ձևաչափով 5 տարի բանակցություններ են վարվում։ Լավ 3 տարի։ Այո, 3 տարի բանակցություններ են վարվում։ Ժողովուրդ ջան, 3 տարվա ընթացքում իրենք քննարկել են, որ ինչ որ ասենք Ղազախստանի քաղաքացին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, Վրաստանի Հանրապետության քաղաքացին կամ չգիտեմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին կարող է գա Հայաստանի տարածքով ասի Թուրքիայի սահման։ Նախ այստեղ հարց առաջանում։ 3 տարվա մեջ դուք չեք կարողանում լուծել այդ հարցը, նույնիսկ եթե դուք այդ հարցը չեք կարողանում լուծել, բայց իրական Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը քանի տարի է պահանջելու։ Սա մեկ եւ երկրորդը, ասենք թե Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ղազախստանի կամ Ղրղզստանի կամ Թուրքմենստանի կամ չգիտեմ Չինաստանի քաղաքացին եկավ Գյումրիով գնաց Կարս կամ Մարգարով անցավ Թուրքիայի Հանրապետության տարած։ Ձեզ ինչ, դա ինչ է տալու ձեզ, Հայաստանին ու Թուրքիային ինչ է տալու։ Այսինքն եթե էլի ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու հայ-թուրքական սահմանը փակ է, կներեք ում են պետք այդ բանակցությունները, ում է պետք այդ լոլոները, որ կարդում են մեր ժողովրդի գլխին։ Ի վերջո թուրքերը շատ ազնիվ ներկայացնում են, ասում են գլուծեք, կտակ Ադրբեջանին ամեն ինչ, նոր կմտածեն, կբացենք ձեր այդ սահմանը, թե ոչ։ Հասկանում եք։ Իսկ Ադրբեջանի ուզածները ամբողջ Հայաստանն է, ժողովուրդ ջան, ամբողջ Հայաստանն է։ Հանկարծ միամիտ չլինեք, ընդ որում խոսում են նորից եմ վերադառնում այդ խաղաղության օրակարգին, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի
հակաքարոշությունը, որ պատերազմ եք ուզում, Ժողովուրդ ջան, մեր ժողովուրդը երբեք պատերազմ չի ուզել։ 90-ականներին էլ մենք պատերազմ չենք ուզել, բայց Ադրբեջանը հարձակվել է մեր վրա, մենք պարտադրված հակահարված ենք տվել։ Հիմա էլ պատերազմ չենք ուզում։ Սա կեղծ թեզ է, որով փորձ է արվում սքողել սեփական ձախողումներն ու տապալումները։ Գիտե Փաշինյանը արդեն իսկ հող է նախապատրաստում, ասում է, որ խաղաղությունը նորանոր հարցեր է առաջ քաշում։ Սա փոքր երեխա է, որին պետք է չսպանել, այլ մեծացնել, ոմանք ուզում են սպանել նորածին երեխա։ Կներեք, մենք նորածինների մահվան դեպքեր ենք ունենում, մենք ցավոք սրտի երեխաների մահվան դեպքեր են արձանագրվում, տարբեր հիվանդությունների կամ վթարների կամ չգիտեմ ինչերի արդյունքում, բայց դրա մասին քիչ եք խոսում։ Այսինքն դուք ինչ եք ասում, ասում են պետք է հիվանդանա, լավանա, գլուխը ցավի, ջերմի, ինչ որ չգիտեմ նկատի ունի խնդիրներ, նոր հարցեր են առաջանում։ Ինչ նոր հարցերի մասին էր Փաշինյանը ակնարկում, որովհետև երկու անգամ այդ մասին խոսեց, որ խաղաղությունը նորանոր հարցեր է առաջ բերում, բայց եթե կոնֆլիկտը փակվել է, պետք է որ հարցերն էլ փակվեն, ոչ թե նոր հարցեր առաջ գնան։ Այսինքն նա նկատի ունի գաղափարական առումով հարցեր, նույն այդ Արադ Սարի հետ կապված, որ սկսվեց այս թեմաները, այսինքն կան բաներ, որ նյարդայնացնում է Ադրբեջանին եւ այստեղ փոփոխություն պետք է արվի։ Եթե անկեղծ լրիվ, տեսեք Նիկոլը ինչ է ասում։ Նիկոլը ասում է ժողովուրդ ջան, 100 տարի մեր ձեռից ռուսական կայսրությունը, հետո խորհրդային միությունը, հետո արդի Ռուսաստանը մեր ձեռից բռնել է, մեզ սովորացրել է հայրենասիրության կայսերական մոդելը, ասել է, որ տեսեք դուք պետք է միշտ թուրքերի հետ թշնամի լինեք, որտեղ Արարատսարը ձերն է, Ղարաբաղը ձերն է, Նախիջևանը ձերն է, պարզ խոսենք ժողովրդի հետ։ Հիմա ասում է ժողովուրդ ջան, քանի որ մենք ինքնիշխան ենք դարձել, այդ դուրս են գալիս այդ հայրենասիրության կայսերական մոդելից, ու պետք է կառուցենք սեփական հայրենասիրական մոդելը։ Որն է այդ սեփական հայրենասիրական մոդելը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի սեփական հայրենասիրական մոդելը 29743 քառակուսի կիլոմետրից դուրս ոչ մի բան չտեսնել։ Ասում եմ, այ եղբայր, հնարավոր չի, ես Ալաշկերտու թորեն, իմ ճակատագիրը այդպես է ստացվել։ Այն մեկը Մշեցու թորը, այն մեկը, չգիտեմ, Արևմտյան Հայաստանի այլ բնակավայրի թորը, մեր ժառը, մենք չենք կարող մոռանալ մեր պատմական հայրենիքը։ Իսկ երբ որ դու խոսում ես 29743 կիլոմետրից, այն Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է խոսել դրա մասին։ Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, դու էլ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս, Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր, Լևոնից մինչև դու տարածքային պահանջ չի ներկայացել որևէ մեկի նկատմամբ, ոչ Թուրքիայի նկատմամբ, ոչ Վրաստանի նկատմամբ, ոչ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, ոչ էլ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք մեր ժողովրդին ճիշտ չեն ասում։ Այո, տարածքային խնդիր չի եղել, Արցախի խնդիրի ինքնորոշման հարց է եղել։ Հայաստանը Ադրբեջանից երբեք տարածքային պահանջ չի ունեցել, ինչ եք եկել նստել, գիտեք ինչ, հայրենասիրության ինքնիշխան ձեր պատկերացումներով ձեր մոդելն եք առաջ գնում։ Դուք չեք կարող Հայաստանի Հանրապետությունում ապրող կամ աշխարհում սփռված որևէ հայի արժե համակարգից, կոդից զարգացման հանել Արարատ Սարը, հասկանում եք։ Կներեք, մեզ ոնց որ հիմարի տեղ դրած բոլորս հասկանում ենք Արարատ լեռը դա Թուրքիայի Հանրապետության տարածքում է։ Ոչ դուք կներեք արդեն վիրավորում են մեզ, որ իբրև թե մենք այնքան դեբիլ ենք, մենք չգիտենք, որ Արարատ լեռը որտեղ է, Արարատ լեռը ում է պատկանում միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Մենք շատ լավ հասկանում ենք դա, բայց նույնիսկ սենց ասեմ ձեզ, նույնիսկ եթե դուք գնաք նման քաղաքականության շարունակությունը հետևից, դուք չեք կարող որևէ որոշմամբ սահմանադրություն փոխելով, սահմանադրության տեքստից ինչ-որ նախաբան հանելով կամ չգիտեմ ինչ անելով, դուք չեք կարող հայ մարդուն նման կերպով վերափոխել, դուք չեք կարող հայ մարդուն կտրել իր արմատից, իր արյունից, իր, չգիտեմ, իր մտածողությունից, իր մշակույթից, իր ժառանգությունից դուք չեք կարող հայ մարդուն փոխել, հայ մարդու պատմությունը, ի վերջո դուք չեք կարող փոխել հայ ժողովրդի պատմությունը, դուք չեք կարող փոխել Հայաստանի Հանրապետության պատմությունը, դուք հիմա փորձում եք ինչ-որ ինքներդ կերտեք ինչ-որ պատմություն, բայց կներեք այդ պատմությունը հակասում է քաղաքագիտական, հասարակագիտական, մեր մարդկային համակեցության, մեր ժողովրդի անցած ուղու պատկերացումներին, հասկանում եք։ Սա լրիվ այլ պատկերացումներ է, ես չեմ ուզում ասել, որ սա հետևանք է։ Մտածում, որ անպայման մեզ այդպես պարտադրում են դա անել, մենք ես դրան եմ ուզում գալ։ Ես իսկ պարտադիր չի, որ թուրքերն ու ադրբեջանցիները այլևս դες պարտադրեն։ Իրանք տեսնում են, որ դուք կամավոր անում եք, ինչի պարտադրեն։ Իրանք տեսնում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը
կամավոր, սեփական կամքով, չգիտեմ ինչից ելնելով, սկսել է իրականացնել այն գաղափարները, որոնց մասին երազել են Ադրբեջանը, Թուրքիան։ Բայց նույնիսկ այս դեպքում խաղաղությունը չի լինում, սահմանները չեն բացվում։ Նույնիսկ այս դեպքում հարց է առաջանում, լավ, էլ ինչ է պետք տալ Ադրբեջանին, որ Ադրբեջանի ղեկավարը կամ նրա քաղաքական վերնախավը մի կողմ դնի իր ուրեմն ռազմատենչ հռետորաբանությունը եւ թոթափի պատերազմի լուծը եւ անցնենք իսկապես հարատև տևական արժանապատիվ հարաբերությունների կարգավորմանը։ Ցույց տվեք մեկ փոքրիկ քայլ, ցույց տվեք, որը կստիպի մտածել, որ այնուամենայնիվ Ալիևը գնում է խաղաղության։ Գիտեք ինչ, հնարավոր է պատերազմել չսկսի առաջիկա տարիներին։ Ես չեմ ասում, որ պատերազմ է սկսելու Ալիևը։ Ինչ ճիշտ հասկացեք, բայց նա Հայաստանի քթից մշտապես բռնելու է, վախեցնելու է պատերազմով, վախեցնելու է ու փորձելու է թույլ չտալ, որ Հայաստանը զարգանա։ Ալիևը հիմար չի, ժողովուրդ ջան, որ տարածքներ, սահմաններ բացի, որ Հայաստանը զարգանա։ Այս մեր իմաստուն իշխանություններին թվում է թե հեսա Ալիևը բոլոր խաչմերուկները բացելու է, չգիտեմ, հայկական խաչմերուկը սկսելու է գործել, Հայաստանը սկսելու է թռիչքաձև զարգանալ, դառնալու է ոչ թե տարածաշրջանի զարգացման առյուծ, այլ փիղն է դառնալու, որի հետևանքով էլ հետագայում կարող է խնդիրներ ստեղծի Ադրբեջանի համար։ Այդտենց հիմար Ադրբեջան եք տեսել։ Հակառակը ժողովուրդ ջան, եկեք իրատեսորեն գնահատենք այս իրավիճակը, հասկանանք հետևյալը, իրանք փորձում են հիմա առավելագույնս քամել Հայաստանին, լագույնս կորզել Հայաստանից, թե գաղափարական, թե քաղաքական, թե իրավական, թե միջազգային հարաբերությունների դաշտից, որ հայկական գործոնը որպես այդպեսին ոչնչանա տարածաշրջանում, վերջում կմնա տարածք, այդ տարածքում էլ չգիտես ինչ արժեքներով ապրող մարդիկ կլինեն։ Դրա համար եմ ասում, առուն թռի նոր ասա հոп խաղաղության պայմանագիրը, խաղաղության պայմանագրի համաձայնագրի նախաստորագրում է տեղի ունեցել։ Մենք այդպես տխրահրճակ ավանդույթ ունենք։ 2009 թվականին Շվեյցարիայում Սերժ Սարգսյանն ստորագրեց Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, միջպետական հարաբերությունների ձևավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը նախաստորագրվեց։ Կնքվեց այդպես պայմանագիր։ Մեկ տարի անց Էրդողանը մեկ տարի էլ չանցավ։ Մի քանի ամիս անց Էրդողանը արդեն լրիվ ուրիշ հռետորաբանություն էր կիրառում Հայաստանի նկատմամբ եւ տարածաշրջանում մեր եւ իրենց դերակատարության մասին։ Իդեպ Մակում Փաշինյանը երբ գերիների մասին էր խոսում, նախ մեկ նախադասությամբ անդրադարձավ գերիների հարցին, բայց նա գերի չի անվանում նրանց, այլ անազատության մեջ պահվող անձինք։ Իրավական առումով սա ինչ խնդիր է առաջացնում եւ ինչու է նա խոսում գերիներ բառից եւ անազատության մեջ պահվող անձանց մասին է։ Սենց ասեմ, մեծ հաշվով իրոք այդ մարդիկ անազատության մեջ են։ Ես չգիտեմ Փաշինյանի տերմինոլոգիան ինչի վրա է կառուցված։ Գտնվող մարդը կարող է հանցագործ լինել։ Բայց հասկանալի է, որ խոսքը ում մասին է։ Բայց ինչու է չի ասում գերի։ Չեմ կարող ասել, անկեղծորեն չեմ կարող ասել։ Ի վերջո գիտեք ինչ, ես կարող եմ ասել, որովհետև Ռուբեն Վարդանյանն էլ Արցախի պաշտոնաթող նախագահներն էլ, այո, պատանդ են գերի են Ադրբեջանի ձեռքին։ Եվ Ադրբեջանը նրանց օգտագործելով եւ այլ մնացած անձանց օգտագործելով Հայաստանի դեմ իրականացնում է ամենաանարդար արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումներով դատաքննություն, փորձելով նախ սեփական հանրության ուրեմն տրամադրությունները որոշակիորեն վառ պահել, որ տեսեք մենք բոլոր դեպքերում մինչև վերջ հետամուտ ենք եղել մեր իրավունքների պաշտպանության գործում, մի կողմից էլ իրենք քաղաքական սակարկության առարկա են պահում այդ մարդկանց, ի վերջո այդ մարդիկ գերի ու պատանդ են։ Ուրեմն այլ հարց է, թե ինչ դրդապատճառներով են հայտնվել կամ ինչպես հայտնվեցին ադրբեջանական բանտում, բայց կներեք Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո անկախ նրանից թե նրանք որտեղ են գտնվում։ Հիմա նրանք հանցագործ են, ինչ չեն, իրենք գտնվում են հարևան պետության քրեակատարողական հիմնարկում կամ անազատության մեջ են պահվում։ Հայաստանը անկախ նրանից ինչպիսի վերաբերմունք ունի Բակո Սահակյանի նկատմամբ, Արկադի Ղուկասյանի նկատմամբ, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, Արայիկ Հարությունյանի նկատմամբ, Հայաստանը որպես արժանապատիվ պետություն եւ իշխան պետություն պարտավոր է այդ հարցով զբաղվել եւ հետամուտ լինել մինչեւ վերջ այդ մարդկանց Հայաստան բերելու համար։ Ընդ որում Հայաստան բերելուց հետո ես ինքս եմ բազմաթիվ անգամներ ասել, ես չեմ բացառում, որ այդ մարդկանցից ոմանք Հայաստանում պետք է
դատապարտվեն երկար տարիների ազատազրկման։ Բայց այդ մարդկանց գալու մասին որևէ խոսակցություն կարծես թե չկա, եւ ի դեպ ազգային անվտանգության ծառայության ղեկավարը եւ գնացել էր Բաքու, խոսում էր 10 անձանց անունների մասին, թեպետս պաշտոնակաճ է, բայց նրանց մեջ եւս չկային։ Սա բարդ գործընթաց է, անկեղծ եմ ասում։ Այդ հարցում էլ համաձայնության նույնիսկ չեն եկել։ Այո, եթե արդյունք չկա, ավելին ասեմ, եթե օգոստոսի 9-ին Ալիևը գոնե զուտ խորհրդանշական ժեստ աներ եւ այդ անազատության մեջ կամ գերիներից որևէ մեկին կամ մի քանիսին ազատ թողներ, ես ինքս կհամարեի, որ այո, ձնհալ է։ Այո, սկսվում է մի process, որը վերջնական հանգուցալուծումը լինելու է սահմանների բացումը։ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ապառազմականացումը, զորքերի հետ քաշումը։ Ես իրոք կտեսնեի, որ մշակութային, չգիտեմ, արվեստի ոլորտի ուրեմն գործիչները միմյանց հետ շփումներով փորձ արվեր հասարակությունների հաշտեցման process-ը։ Ի վերջո հարգելի հերմինե, եկեք սենց ասենք, նույնիսկ վաղ Ալիևը Փաշինյանի հետ միասին Սադարակում կամ Ղազախի հետ սահմանագծին 10 հատ պայմանագիր ստորագրեն, ի վերջո խաղաղություն հաստատելու են հասարակությունները, իսկ իրենց հասարակություններին պետք է նախապատրաստել եւ դա եւ դա պետք է համապատասխան քարոզչություն իրականացնել։ Ես Ադրբեջանում չեմ տեսնում։ Հայաստանում էլ խաղաղության քարոզ չի իրականացում, Հայաստանում ձեռքերը վեր բարձրացնելու քաղաքականություն է իրականացում, քարոզչություն է իրականացում, ասում ամեն ինչ տանք, մենակ պատերազմ չլինի։ Ժողովուրդ ջան, մենք նորից եմ կրկնում, Հայաստանում դուք չեք գտնի որևէ մի խելացի մարդու, որ պատերազմ ուզենա։ Սա ցնդաբանություն է, չի կարելի հասարակության այդ հատվածին մեղադրել պատերազմի հրձիկ լինելու մեջ։ Դե այսօր Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ պատգամավորների բերանները փակում էր, երբ նրանք խոսում էին արցախցիների վերադարձի հարցի հետ կապված, ասում էր, որ դա խանգարում է խաղաղության գործընթացին։ Եվ բացի այդ ասում էր, մենք այստեղ Հայաստանում տնավորելու մասին պետք է մտածենք, դուք էլ մտածեք, թե ինչ ծրագրերով կարող եք աջակցել, որ նրանք սովորեն, կրթվեն այստեղ եւ աշխատանք գտնեն։ Ես Փաշինյանը ինչ է ասում եւ ում բերան ուզում փակի եւ ինքը ինչ է խոսում, բայց ես մի բան գիտեմ։ Արցախցին պետք է ինչ-որ մի փուլում վերադառնա իր տուն։ Այ 30 տարի թող այդ հարցի մասին մտածել, Նիկոլից սկսած մինչև 90-ականներ, մինչև որ ինչ անենք, որպեսզի Արցախցին չմնա իր տնից դուրս չգա։ Ինչ կարգավիճակով ինչ չէ, ես միշտ էլ ասել եմ, ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախցին իր տնից դուրս չգար։ Ես դա համարում եմ խոշոր ռազմավարական սխալ, ում կողմից է արվել, ով թույլ տվեց, ինչպես տեղ ունեցավ, ով ինչպես կազմակերպեց, ով ինչ հավակնություններ ուներ։ Սա մեր խոշորագույն ռազմավարական սխալն է եղել, որ թույլ տրվեց 2023 թվականի սեպտեմբերին, որ արցախցիները massայաբար գաղթեցին իրենց 3000-ամյա տնից։ Սա խոշորագույն դերևս մանրամասն չի վերլուծել, բայց ես կրկնում եմ, դա խոշորագույն ռազմաքաղաքական աղետ էր ու մեծագույն ձախողում։ Ամեն դեպքում աշխարհի համար կարծես թե այդ հարցը դերևս բաց է, նրանց վերադարձի մասին է խոսում, բայց Փաշինյանը ցույց էր տալիս, որ դա խանգարում է խաղաղությանը եւ բացի այդ իրենց մտքում ունեն, որ եթե մենք այդ մասին խոսենք, ադրբեջանցիները կգան այստեղ կապրեն։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթերում դուք ինչ ուզում եք գրեք, ասեք հայ եւ ադրբեջանցի եղբայրները, չգիտեմ ինչպես ուզում եք հաշտվեք, ինչպես ուզում եք խաղաղության պայմանագիր կնքեք, եթե արցախցիների խնդիրը չի լուծվում, այդ վերքը մնալու է։ Ուզենք թե չուզենք, լավ է թե վատ է, ճիշտ է թե սխալ է, այդ լրիվ ուրիշ խնդիր է։ Դուք ինչ եք ուզում ասել։ Դուք ուզում եք ասեք, այս իշխանությունը ուզում է ասի, որ մենք պետք է աշկերտս փակենք, չտեսնենք այն հիմնական կռվանին, որի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները սրվել են, լարվել են, դարձել են թշնամական, հնարավոր չի դա ժողովուրդ, հնարավոր չի։ Նաև խոսենք Միքայել Սրբազանի դատավարության հետ կապված, դատախազը 3 միջնորդություններ ներկայացնում 2 տարի 6 ամիս նրան կալանավորելու, կալանք տալու համար, ձեր դիտարկումը, եթե հետևել եք նիստին։ Չէ, չեմ հասցրել հետևել, ես վերջնահարցունքն եմ տեսել։ Ես կարծեմ ձեր հետ ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ եմ ասել, որ ամոթ է բաց թողեք Միքայել Սրբազանին, որովհետև բառը չեմ կարող գտնել, որովհետև Միքայել Սրբազանից սարքել հանցագործ, չգիտեմ։ Սա ընկալման մտածողության արժեհամակարգի հետ խնդիր հարց է, որովհետև սա նաև լուրջ մտորումների տեղիք է տալու, պատկերացրեք մեր մասին ինչ են մտածում միջազգային հանրության տարբեր սեգմենտներ, տարբեր ժողովուրդներ, տարբեր պետություններ, որ
եթե այսպեսի ընկալում կա, մենակ խելագարի մտքով կարող էր անցնել կամ որևէ մեկի մղձավանջային երազում կարող էր անցնել, որ հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, սրբազանները կարող են ինչ-որ փուլում մեղադրվել ահաբեկչության մեջ կամ իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու մեջ, հասկանում եք, քրեական օրենսգրքի կարգավորումները շատ հստակ են, այո, Միքայել Սրբազանի հայտարարությունները մամուլու կարող են ձևականորեն իրենց մեջ պարունակել քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ, բայց իրենց վտանգավորության աստիճանով կամ դրանք գործունեության մեջ դնելու առով այնքան աննշան են եղել, ի վերջո ես չեմ կարող այստեղ տրամաբանություն տեսնել։ Ժամկետը 2 տարի 6 ամիս։ Դե այդ հոդվածի ուրեմն տրամաբանությունը եթե նման հոդված է, հոդվածով մեղադրանք է առաջադրվել, հասկանում եք, այսինքն որ տարուկես լիներ նորմալ կլիներ։ Չէ։ Ասենք չէ, ընդհանրապես պետք չի անդրադառնալ այդ բաժանժամկետի չափին։ Ակնհայտ է որ դատարանը ինչ-որ մի չափով եթե որոշեց, այսինքն մեղադրական վերդիկտ է հրապարակվել, այսինքն եթե որոշեց դատավճռով ընդգծեց, հնարավոր է մի փոքր քչացնի այդ բաժանժամկետը։ Բայց ամեն դեպքում փաստորեն նպատակ կա կալանավորված պահել։ Դատելով տրամադրություններից այդպես է, բայց ես ասեմ, քանի որ Միքայել Սրբազանի հետ կապված խնդիր է բարձրացում, ես հեռու եմ այդ մտքից, որ պետությունը, իշխանությունը Միքայել Սրբազանի մեջ տեսել են նման հանցագործություն։ Միքայել Սրբազանին լիկվիդացնելով, նրան ասպարեզից հեռացնելով կամ նրա նկատմամբ նման մեղադրական վերդիկտ հրապարակելով այլ խնդիր է լուծվել։ Ես ասեմ, խնդիրը շատ պարզ է, իշխանությունը եկեղեցու մեջ, եկեղեցու ներսում, որոշ եկեղեցականների գործունեության մեջ տեսել է իրական վտանգ, որ եկեղեցին ու նրա ներուժը կարող է օգտագործվել Հայաստանում ռեալ իշխանափոխություն իրականացնելու համար, որովհետև հավաստիացնում եմ ձեզ։ Բայց ինչ պետք է աներ եկեղեցին։ Չեմ կարող ասել, ասում եմ կարող է, չեմ բացառում, որ նման ներուժ ուներ եկեղեցին կամ կարող էր եկեղեցու ներուժը օգտագործվել Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն իրականացնելու կամ ոչ թե իշխանափոխություն, այլ Նիկոլին հեռացնելու գործընթացում հայոց եկեղեցին կարող էր ունենալ որոշակի դերակատարություն եւ ներուժ։ Հենց այս ներուժը ոչնչացնելու, լիկվիդացնելու նպատակով հայ եկեղեցու այս կամ այն երևելի ազդեցիկ գործիչներին լիկվիդացնելու գործընթաց է հիմա իրականացվում, որպեսզի այդ ներուժը ոչնչացվի։ Դա եկեղեցու կամ կաթողիկոսի դեմ պայքարի մի մաս կազմում է թե ոչ։ Այո, մեկը, որովհետև հիմա հարց կառաջանա, չէ՞, հիմա ամենայն հայոց կաթողիկոսը կա, չէ՞։ Բայց հիմա ինչա կուսակրոնության կանոնը չի խախտել, վտանգ չի մեր պետությանը։ Չէ, ասած որ առաջիկայում գործընթացներ են ծավալվելու, գնալու ենք եւ Փաստը նաև որ հիմա չի լուծվել, չէ՞, մինչև հիմա չի լուծվել, չէ՞ այդ խնդիրը։ Հիմա վտանգ չի ներկայացնում։ Կուսակրոնության կանոնը չի խախտել, էլ վերջացավ։ Ախր մենք մի ամբողջ տարի մեր ժողովրդին դրանով են չէ զբաղեցրել։ Գրեթե մի ամբողջ տարի, ճիշտ է, մի քանի ամիս շարունակ, ճիշտ է։ Արդյունքը 0 է, չէ՞ իրենց պատկերացմամբ։ Եկեղեցին էլ է իրենց տեղում, ամենայն հայոց կաթողիկոսն էլ է, չէ՞ իրենց տեղում։ Ընդ որում ես ասեմ ձեզ, երբեք ես աչքի չեմ ընկել բարձրաստիճան հոգևորականներին սատարողի կամ նման նրանց գործողությունները պաշտպանողի դերում։ Շատ հնարավոր է, որ ամենայն հայոց կաթողիկոսը լավ էլ կուսակրոնության կանոն է խախտել, բայց կներեք, ձեր ինչ գործն է դա վարչապետի խնդիր է։ Դա Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի սահմանադրական լիազորությունների մեջ է մտնում, որտեղ ցույց տվեք, կողեք աշկը, որտեղ գրված է վարչապետը իրավունք ունի կաթողիկոս փոխելու։ Էլ պարզ ոնց ասենք, որ մարդը հակասահմանադրական գործողություն է իրականացնում։ Բացառում նոր սահմանադրության մեջ նույնիսկ դա փոխել։ Չի բացառվում։ Չէ, օրինակ sense լինի, եթե sense լինի, անկեղծ եմ ասում, նոր սահմանադրության մեջ թող լինի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը համատեղությամբ նաև ամենայն հայոց կաթողիկոս է, որովհետև խոսում են, չգիտեմ, ամեն անգամ կամ ինքն է ընտրում կաթողիկոսին։ Այո, կամ ինքն է։ Ասում է, չէ, այդ խումբը որ կազմում եմ, չափորոշիչները հաշվի եմ առնում, ամեն օր աղոթում են, թե չէ, սուրբ գրքից հարցեր եմ տալիս։ Շնորհակալ եմ։ Ես եմ շատ։ Զրուցակիցս Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։